Հոսում է Բաքուն։ Եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Կարամարիամ Իսմայիլլը շեքի ավտոմոբիլային ճանապարհը Օղուզի շրջանի Ճալութ Մոլլալը, Եմիշանլը, Դեյմեդերե, Թարքեշ եւ Դեյմեդաղլի գյուղերի հետ կապող ճանապարհների հիմնանորոգման միջոցառումների մասին։ Փաստաթղթի համաձայն սկզբնական փուլում նշված ճանապարհների հիմնանորոգման համար Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեից ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը կհատկացվի 1.5 միլիոն մանատ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը արտահերթ լիագումար նիստ է անցկացնում առաջին ընթերցմամբ քննարկելու 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին օրենքի նախագիծը։ Անցյալ տարի Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 37 միլիարդ 161 միլիոն մանատ, ինչը 5.5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից եւ 21%-ով ավելի, քան կանխատեսված մակարդակը։ Բյուջեի ծախսերը հասել են 37 միլիարդ 703 միլիոն մանատի, ինչը 3.4%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, բայց 5.1%-ով ցածր է նախատեսված մակարդակից։ Տարեվերջին Ադրբեջանի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 551 միլիոն մանատ, կամ երկրի ՀՆԱ-ի 0.4%-ը։ Ադրբեջանում ջրածնի արտադրությունը կսկսվի 2035 թվականին։ Այս մասին Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակներում քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Օրխան Զեյնալովը։ Փոխնախարարը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը զգալի ներդրումներ է կատարել կանաչ էներգիայի անցման գործում։ Մինչև 2030 թվականը նախատեսում է շահգործման հանձնել ավելի քան 6 գիգավատ կանաչ էներգիա, որից 4 գիգավատը կարտահանվի։ Կանաչ էներգիայի արտահանումը կիրականացվի Կասպից Սև ծով Եվրոպա միջանցքով, փուլային մոտեցման հիման վրա։ Հաջորդ փուլում սկսած 2035 թվականից կսկսվի ջրածնի արտադրությունը, ընդգծել է նա։ Ջաբրայելի Շաֆակ կարևան էլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիան զգալի օգնություն կցուցաբերի Ադրբեջանի ազատագրված տարածքների զարգացմանը։ Այս մասին Բաքվի 30-րդ հոբելյանական էներգետիկ ֆորումի ժամանակ հայտարարել է BP-ի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսը։ Մենք հենց նոր վերջնական ներդրումային որոշում կայացրինք տարածաշրջանում մեր առաջին արևային նախագծի Ջաբրայելի 240 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանի վերաբերյալ։ Այս նախագծի առանձնահատկությունը Ազերէներգիայի հետ կնքված համաձայնագիրն է, որը մենք անվանում ենք վիրտուալ գործարք։ Ստացված էլեկտրաէներգիան կօգտագործվի ազատագրված տարածքների վերականգնման եւ զարգացման աջակցության համար։ Իսկ մենք մեր հերթին կստանանք համարժեք ծավալի էլեկտրաէներգիա ցանկացալի տերմինալը դեկարբոնացնելու համար, նշել է Ջոնսը։ Նրա խոսքով սա հնարավորություն կտա դադարեցնել վառելիքի օգտագործումը տերմինալում, իսկ արտանետված գազը կուղարկվի հարավային գազային միջանցք էներգետիկ ռեսուրսների պակաս ունեցող երկրներին մատակարարելու համար։ Այս լուծումը նաև կնվազեցնի տերմինալի արտանետումները մոտ 50%-ով։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։